Տեղում մարզադպրոցների գործունեությանը ծանոթացում, առկա խնդիրների բացահայտում եւ դրանց լուծման հնարավոր ուղիների նախանշում։ Սա է մեր երկրի մարզական ղեկավարության Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ այցելության հիմնական նպատակը։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ շրջում է քոլեջի տարածքում ծանոթանում պայմաններին։ Քոլեջը միջնակարգ ընդհանուր միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող եւ միաժամանակ ազգային հավաքական թիմերը որակյալ մարզիկներով համալրող ուսումնադաստիարակչական մարզական հաստատություն է։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը հետևում է քոլեջի սաների մարզումներին, նրանցից ու մարզիչներից հետաքրքրվում ուսումնական գործընթացի առկա խնդիրների մասին։ Ինչ խնդիրներ են երեխաներ, ասեք տեսեք։ Ոչ նիչիվո։ Ասացեք։ Ուղղակի ոտքի վնասվածքում եմ։ Այո։ Ցանկանայի վիրահատություն կատարեի, ուղղակի հնարավորություն չունեմ էլի եւ առնում։ Երբ ես գնաս։ Վիրահատման եւ գումարը լինի։ Ինչքան գումար է։ Ես մի տարի առաջ մնացի 370,000-ից 400,000-ի կարգի։ Գումարը կտեղափոխեն, դու կգնաս այնտեղ, եթե ուզում ես այնտեղ օպերացիա։ Սա շնորհակալ։ Սեփական մարզումները, Նիկոլ Ալեքսանդրովич։ Մարզիչների ու մարզիկների կողմից առաջ քաշված մի քանի մասնավոր խնդիրների ՀԱՕԿ նախագահը լուծում է տալիս հենց տեղում, ավելի խորքային լուծում պահանջող խնդիրների կարգավորմամբ համապատասխան մարմիններին ու մարդկանց հանձնարարում զբաղվել։ Կարևորը իմացեք, որ ձեր կողքը կանգնած եմ, որ ամենակարևորը ուշադրություն դարձեք, ով կարա լավ պարապի, ով գնա չեմպիոն դառնա, օլիմպիական չեմպիոն դառնա, այդ հաղթանակը պարգև մեր ժողովրդին, մենք նրանց կողքը կանգնած ենք։ Եվ ֆինանսավորելու, եւ պարգևատրելու, եւ մեծարելու։ Գործունեության տասնամյակների ընթացքում քոլեջի սաները դարձել են օլիմպիական չեմպիոններ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ։ Շրջայցից հետո Օլիմպիական կոմիտեի նախագահը հանդիպում է քոլեջի մանկավարժական կազմի ու դասյարակների հետ, հորդորում անկեղծ հարց ու պատասխանի միջոցով վերհանել նրանց ուզող խնդիրները։ Բոլոր դպրոցները պետք է հաճախենք նախարարի հետ, հանդիպելով կոլեկտիվի հետ, լսելով կոլեկտիվին խնդիրների, խնդիրների մասին, ոչ թե ասել ու գնալ, թողենք հետագայում, այլ ինչ որ հարց լինի, ինչ որ դուք ասեք, անմիջապես իմանալով, որ այդ հարցը խնդիրը անմիջական լուծում է ունենալու։ Այս տարի օլիմպիական տարի է, ամենակարևորը պետք է մեծ ուշադրություն դարձնենք, շփվենք, տեսնենք, խնդիրները կարգավորենք, պատրաստական լինեն, որ կարողանան պարապեն, մասնակցեն օլիմպիական խաղերին եւ մեր այդ նպատակներն ու ցանկությունները կյանքի կոչեն, որ կարողանանք մեդալների գույնը փոխվի եւ կարողանանք այդ հաղթանակը պարգևենք մեր ժողովրդին, որ իրենք այդ հաղթանակի բերկրանքը կարողանան ստանալ։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ միանգամից հնարավոր չէ տարիների ընթացքում կուտակած բոլոր խնդիրներին լուծում տալ, սակայն եթե կան առաջնային լուծում պահանջող խնդիրներ, ապա պետք է տեղեկանալ դրանց մասին։ Պարզվում է, որ քոլեջի ուսումնական մասնաշենքի վերանորոգման հարցն օրախնդիր է։ Ձեր շենքը եթե վերանորոգվի եւ ըստ պատշաճի հրամցնենք երեխաներին իրենց դասասենյակները, այստեղ կերևա արդեն թե ինչպիսի աշխատանք է արվում։ Եթե դուք մեր այս հոգսը մի փոքր թեթևացնեք ու իմ խնդրանքը իրականություն դառնա, երախտագիտությունը չգիտեմ ինչ աստիճան է, որտեղ դուք ազգային դեմք եք։ Խաչատուր Աբովյանը Վերք Հայաստանի վեպում նշում է. օրհնվի այն սահաթը, որ ռուսի ոտը մեր հող մտավ, օրհնվեր այն օրը, որ դուք մարզաշխարհ մտաք։ Սա ասում եմ առանց գովաբանության, Խնդրանքին անմիջապես հաջորդում է ՀԱՕԿ նախագահի դրական արձագանքը։ Համապատասխան նախահաշվի ներկայացումից հետո մի քանի օր անց Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջոցներով քոլեջում կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Ավարտին Օլիմպիական կոմիտեի նախագահն ամփոփում է. սպորտի ոլորտը գտնվում է իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ օլիմպիական այս տարում բոլորս միահամուռ ուժերով պետք է աշխատենք մեր բոլորի երազած օլիմպիական ոսկին նվաճելու ուղղությամբ։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։